2025 թվականի հոկտեմբերի 26-ին հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի Հովհանավանքում տեղի ունեցավ կարգալույծ հռչակված նախկին քահանա Ստեփան Ասատրյանի կողմից անցկացված բռնազավթված պատարագի իմիտացիա, որին իշխանական վերնախավի հետ միասին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը, ով իր անվերապահ աջակցությունն է հայտնել կարգալույծ քահանային ու փաստացի իր գործողություններով նպաստում է եկեղեցու պղծման գործընթացին։ Եկեղեցու տարածքում հավաքված մարդիկ, ովքեր չէին թաքցնում, որ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության ու Փաշինյանի աջակիցներն էին, աչքի էին ընկնում լրագրողների հասցեին անպարկեշտ արտահայտություններ անելով ու վիրավորելով, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելով։ Հովհանավանքում անցկացվող ֆեյք պատարագի կադրերը դիտելիս տպավորություն է, որ աղանդավորական մի կառույցի ծես է, որտեղ ծափահարում են իրենց սրտի առաջնորդին, մեծարգո պարոն Վարչապետ, ահա այս օրերին մենք տեսնում ենք, որ եկեղեցի իսկ այլախոհներին բերանը փակելով բիրտ ուժի կիրառմամբ պետական պահպանության ծառայության աշխատակիցները դուրս են վռնդում։ Ֆեյք պատարագի ու եկեղեցու պղծման ակտին զուգահեռ, երբ հոգեշնորհ Տեր Շնորհք Աբեղապալոյանը փորձում էր մոտենալ եկեղեցուն ու աղոթել, նրա ճանապարհը փակում են կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմնակիցներն ու արգելում նրա մուտքը եկեղեցու տարածք։ Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում ոստիկանության ծառայողների աչքի առաջ, ովքեր այդտեղ էին հասարակական կարգի պահպանության համար, բայց ըստ էության ակնհայտ անգործություն ցուցաբերեցին։ Միջադեպեր բացառելու համար հասարակական կարգին պահպանելու։ Նույն կերպ շարունակվեց անգամ այն դեպքում, երբ հայհոյախառը արտահայտություններով աչքի ընկնող ֆեյք հավատավորները քաշում էին 168 ժամի լրագրողի մազերն ու վիրավորում նրան։ 168 ժամն այսօր դիմեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն ճշտելու համար, արդյոք որևէ դրվագով հարուցվել է քրեական վարույթ։ Դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան։ Հատկանշական է, որ եթե նմանատիպ միջադեպեր տեղի ունենային ընդդիմության հավաքներին, գլխավոր դատախազությունը քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով արդեն հարուցած կլիներ մի քանի վարույթներ։ Արդյոք դատախազության մոտեցումները երկակի են ու տեղի ունեցածում առկա է քրեական օրենսգրքով արգելված արարքներ։ 168 ժամը թեմայի շուրջ զրուցեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության նախկին պետի տեղակալ փաստաբան Պետրոս Պետրոսյանի հետ։ Դա լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դասական դրսևորում է։ Եթե դա կապված է լրագրողի մասնագիտական գործունեության հետ, համոզված եմ, որ կապված է, որտեղ խանձի այդտեղ ուղղակի ուխտով չէին գնացել, այլևս մասնագիտական գործունեությունն էին իրականացնում։ Ինչ վերաբերվում է հոգեշնորհ Տեր Շնորհք Աբեղապալոյանի մուտքի արգելքին, Պետրոսյանն ընդգծեց. Կարող է որակվել որպես անձի ազատ տեղաշարժը սահմանափակելու հանցագազմի տիրույթում, բացի այդ նաև կրոնական ծեսի իրականացմանը խոչընդոտելու հանցագազմի ներկայացնում կարող։ Արդյոք ուղիղ եթերով հեռարձակվող ակնհայտ իրավախախտում պարունակող միջադեպերով դատախազությունը չպետք է հարուցեր վարույթ, նախկին պաշտոնյան նշում է։ Նոր քրեադատավարական կառուցակարգերով դատախազությունը որպես այլևս հաղորդում ներկայացնող մարմին իր լիազորությունների իրականացման process-ում է դիտարկվում։ Մի փոքր հետնահանջ ունենք այդ կապակցությամբ, այսինքն մեծ հաշվով չունենք էլ այդպիսի գործիքակազմ, որ դատախազությունը ինչ-որ մոնիտորինգներ իրականացնի։ Այ հակառակ ասպեկտից ճիշտ եք, երբ որ պետք է լինում դատախազությունն անհասկանալի պատճառներով ինչ-որ մոնիտորինգներ իրականացնում է, որը մեծ հաշվով քրեադատավարական էլ չի, բայց դա մոնիտորինգների անհրաժեշտություն չունի, եթե ծառայություն իրականացնող իրապահ մարմնի ներկայացուցիչները չեն պարտավոր դրան հակազդելու։ Նրանք ուղիղ օրենքով նախատեսված իրենց վրա դրված պարտականություն ունեն ցանկացած հանցագործության դեպք հայտնաբերելու պայմաններում առնվազն
հաղորդում ներկայացնելու նախաքննության մարմին, ել չասեմ, որ տվյալ պահին նույնիսկ պարտավոր են հանցանքը կանխելուն ուղղված գործողություններ իրականացնել, առաջին իրենց պարտականությունն է կանձի անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել եւ ազգ իրականացնող մարմին ներկայացնել։ Մյուս կողմից էլ համոզված եմ, որ դիտողները առնվազն իրավապաշտպան կամ այլ հանրության ներկայացուցիչներ իրենք եւս հանցագործության վերաբերյալ հաղորդումներ կներկայացնեն։ Դեպքի առնչությամբ 168 ժամը լսեց նաև իրազեկ քաղաքացիների միավորման նախագահ Դանիել Յոհաննիսյանին։ Այս կրոնական ծեսերի հասկանում եք, չէ՞ մենք ինչքան հեռու ենք կրոնական ծեսերի ընթացակարգերը հասկանալուց եւ կրոնական ազատությունների մակարդակը վերահսկելուց։ Կներեք, այս քահանային թողեցին, այն քահանային չթողեցին, այս քահանան կարգալույց, այն քահանան կարգալույց չի։ Այս մեկը իրավունք ուներ մտներ, այն մեկը իրավունք չուներ մտներ, այն մեկը իրավունք ուներ, բայց մտավ հետո հանեցին, այն մեկը իրավունք չուներ մտավ։ Խնդրում եմ, մեզ այդ ամեն ինչից զերծ պահեք։ Մենք այդ մեր թեման չի էլի։ Իրազեկ քաղաքացիների միավորումը չի զբաղվում բոլոր տեսակի հանցագործությունների դեպքերի մասին դատախազության ուշադրությունը գրավելով։ Երբ որ քաղաքացին լրագրողի մազերից քաշում, հիմա կներեք ամեն մազ քաշելու դեպքով էլ զբաղվենք, խնդրում եմ էլի ես ձեզ։ Կիրակի օրը իմ տան այգում ծառ էի կդրում։ Եթե դա կրոնական ծես չլներ, եթե հանրահավաք լներ, ծառ չէի կդրի, ստիպված Կիրակի օրով կզբաղվեինք հանրահավաք դիտարկելով, չգիտեմ, քանակը հաշվելով, նայելով թե պահվածքը ոնց է, այն պահվածքը ոնց է։ Խնդրում եմ, ո՞ն է կրոնական ծեսով մեր կազմակերպություն թող չզբաղվեն, դու կազմակերպություն կա այս երկրում։ Ձեր նշածից միակը, որը կարծես թե ինչ որ անցակազմ կարող է պարունակում է, այն էլ կարող եմ ասում, դա կրոնական ծեսի իրավունքի հետ կապված է։ Կներեք, կրոնական ծեսի իրավունքի հետ կապված մեր թեման չի։ Այս պարագայում եւս կարծես մոտեցումներում առկա է երկակի ստանդարտներ, բայց եւ այնպես միջադեպից անցել է 2 օր, սակայն իրավապահ համակարգն այստեղ որևէ խնդիր չի տեսնում։